Եթերում հեռանկարն է, Շանթ հեռուստաընկերությունն այսօր նշում է իր ծննդյան օրը։ Այսօր այն դարձավ 31 տարեկան, նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն։ Եվ այն ամփոփում ենք մի մարդու հետ, ով լավ ծանոթ է Շանթի առաջին քայլերին։ Վարդգես Ավետիսյան, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց Շանթի աշխատանքի մեկնարկի մասին։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, մեր հրավերը ընդունելու համար և շնորհավորում եմ այսօրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Շատ զգացված եմ, որ հիշել եք։ Եվ հենց այդ օրերից էլ հիշենք, ինչպես տեղի ունեցավ, երբ որ հետ եք նայում եւ այդ օրերն եք հիշում, ինչն է առաջինը մտքին գալիս։ Մոտավորապես 3 տասնամյակ առաջ անգամ անհավատալի է, որ այդքան անցել է, բնականաբար 31 տարի առաջ այսօրը Շանթ հեռուստաընկերությունը բացում էր իր դռները եւ փորձում էր եթեր մտնել մի այնպիսի պայմաններում, ոչ լույս կար, ոչ, չգիտեմ, այն մութ ու լույս տարիներին։ Բնականաբար ես իմ մեջ մտածում եի, որ այս ամեն ինչը, այս գործառույթը բնական է, որ երկար ճանապարհ չի ունենա, որովհետև ով էր նայելու, եթե լույս չկա, մանավանդ որ մենք գիշերային եթերներ էինք հեռարձակում, ժամը 3-ի եթե չեմ սխալվում, բայց այնուհանդերձ Արթուր Եզեկյանը կարողացավ իր համառությամբ, իր աշխատասիրությամբ Շանթ եթերը հասցնել 31 տարեկան։ Բնականաբար անչափ ուրախ եմ, անչափ բնականաբար միշտ հետևում եմ Շանթի եթերներին, զգում եմ նրա առաջընթացը, նրա զարգացումները, նոր ձեռքբերումները, մեկը մեկից լավ հաղորդումները, շատ ուրախ եմ, շատ երջանիկ։ Այն օրը, երբ դուք բարձրացաք հեռուստաաշտարակի մոտ եւ հայտարարեցիք Շանթի առաջին հեռուստաեթերի մասին, ես գիտեմ, որ զավեշտական պատմություն կա։ Ընդունում եմ պատմենք դա հեռուստադիտողին։ Ինձ ասացին, որ եթերը պետք է հեռարձակվի առաջինը, հենց ես եթերը պետք է բացեմ աշտարակի բարձունքից։ Ես ինքս բարձունքից շատ վախեցող եմ։ Բնականաբար մտածեցի ոնց եմ բարձրանալու։ Բնականաբար լեռնագնացները կհավաստեն, որ բարձրանալ ավելի հեշտ է, քան իջնելը։ Բարձրացա մի կերպ, երկու կերպեր իջա, շատ վախով եւ այլն, իջա հենց ներքև խորը շունչ քաշեցի, օպերատորը թե մենք նորից են գրելու, ձայնը չի գրվել։ Նորից այդ նույն տանջանքներով նորից բարձրացա աշտարակ, բացեցինք եթերը եւ այսպես Եվ ի վերջո հաջողվեց, եւ եթե ասել, որ մեկնարկը տրված է եւ հեռուստաաշտարակից հաջողությամբ իջնել։ Շնորհակալություն դրա համար, որովհետեւ դա հետո բացեց ճանապարհը 30 տարիների։ Այդ ժամանակ, երբ սկսվեց հեռուստաընկերության աշխատանքը, ինչպես դուք նշեցիք, այդ մութ տարիներն էին։ Տեղի էր ունեցել նաև երկրաշարժը, Հայաստանը ընդհանրապես շրջափակման մեջ էր, եւ դուք էլ ասացիք, որ դժվար էր հավատալ, որ նման պայմաններում ստեղծվել հեռուստաընկերություն այն կարող է ճանապարհ անցնել։ Անկամ ես վստահ եմ, որ չի շարունակվելու, որովհետեւ իրոք, որ նայում ես գիշերային եթեր, ոչ միտեղ, ասենք, Շիրակի դաշտավայրում, անգամ Գյումրիում լույս չկա, լույսի կտոր չկա, եւ ովքեր էին նայում, ում համար էինք հեռարձակում։ Ես անգամ որ եթեր էի մտնում, իցեք անլուրջ էի մտնում, որտեղ մտածում եմ անգամ եթե հայհոյեմ, ով է լսելու ինձ։ Բայց փաստորեն լսողներ կային։ Այո։ Իսկ ինչը պահեց հենց եթերում։ Ձեր կարծիքով ինչն էր կարևոր հեռուստադիտողի համար, ինչը գնահատեց։ Գիտեք ինչն էր կարևոր, եթե ասեմ պրոֆեսիոնալիզմը սխալ կլինի, որովհետև այդ ժամանակ բոլոր աշխատողներն առաջին անգամն էին հեռուստան եթերում։ Եթե սուտ չասեմ, միակ մարդը ես էի, որ հեռուստատվության մի փոքր ինչ առնչվել էի։ Օպերատորներ, խմբագիրներ, եթեր հեռարձակողներ եւ այլն, եթե փոքր-ինչ ասենք աշխատանքային ստաժել ունեին, փորձառություն ունեին, դա մի քանի ամսվա ընդամենը փորձառություն էր։ Ես չեմ կարող ասել ինչը պահեց, ինչը գերեց, ասենք հեռուստադիտողին, բայց ամենայն հավանականությամբ այն վստահությունը, որ բոլորը մտնում էին եթեր, ասենք, այն չգիտեմ, գուցե դա ազնիվ երկխոսելներ, զգացում էր, չեմ բոլորն էլ անկեղծ էին, բոլորն էլ բնականաբար ոչ մեկի խոսքի մեջ ոչ մի, ասենք, ստախոսություն կամ չգիտեմ, բան չկար, գուցե դա նվիրվածությունը հենց, նվիրվածությունը եթերին, նվիրվածությունը գործին, նոր գործին իրենց համար բնականաբար, իսկ ես արդեն բավականին 15 տարվա ստաժ ունեի հմեկում,
հանրային հեռուստաընկերությունում, ինձ համար նորություն չէր, բնական է, ես նաև խրախուսում էի եթերից դուրս աշխատողներին եւ այդպես շարունակ ամեն բանին տուն գնալիս գիշեր, ասենք 4-ի կողմերը գիշերը 5-ի կողմերը արդեն լուսաբացին, որ տուն էի գնում, մտածում էի ինչի համար ենք սա անում։ Ամեն անգամից մտածում էի, Արթուրն էլ ամեն առավոտյան ասենք որ գալիս էր նորից եթերը պետք է մտնենք, այնքան լրջության բաներ անում, իմ մոտ մի քիչ ծիծաղ էր առաջանում, մի քիչ որ միթե կարելի է այս ամեն ինչը ասես լուրջ նայել։ Հետո պարզվեց որ անլուրջը միակ մարդը ես էի, որ կարեի ամենի մեջ։ Մարդիկ վստահեցին Շանթ հեռուստաընկերությանը եւ մենք այս ընթացքում նաեւ հարցումներ ենք արել եւ ամենաառաջին բանը, որը իրենք ասում են, այդ մտերմիկ ընկերական վստահությունն է, որ հեռուստաընկերությունը ունի իր նկատմամբ։ Այն որ թեմաներն էին, որ հենց Գյումրիում հեռարձակման ժամանակ տեղ գտան հեռուստաեթերում եւ կարեւոր նշանակություն ունեցան։ Գիտեք ոնց, ուրեմն իդ Շանթ հեռուստաընկերությունը եթեր մտնելիս արդեն ուներ Ցայք հեռուստաընկերություն, եթե չեմ սխալվում, նաև Շիրակը, չէ՞, բնականաբար գուցե Արթուր արդեն մշակել էր այդ ամեն ինչը, տեսել էր թե եթերում ինչպես են, ասենք, ներկայացնում լուրերի ժամանակ ամբողջ Գյումրիի հատվածը բան, մի փոքր անկեղծություն մտցվեց, չասեմ մի փոքր ավելի շատ երևի, անկեղծություն, այսինքն կային բաներ Գյումրիում կատարվող իրադարձություններ, որոնք այլ հեռուստաընկերություններում չէր հեռարձակվում։ Շանթը մի փոքր անգամ դրանց համար վնասվեց, մի քանի անգամ ստուգումներ եկան եւ այլն։ Այն Արթուրի Եզեկյանի ուրեմն եւ խիզախությունը, եւ վստահությունը, եւ այն ոչ մի բանի չվախենալը, գուցե նաեւ դա գերեց հեռուստադիտողին եւ անպայման շարքին վստահեցին, բնականաբար նամակներ զանգեր եւ այլն խրախուսեցին մի խոսքով հեռուստադիտողները։ Դուք փորձառություն ունեիք մայրաքաղաքում աշխատելու եւ մայրաքաղաքում աշխատելը մեկ այլ բան է, մարզում աշխատելը այն էլ Գյումրիի նման պահպանողական քաղաքում բավական դժվար էր այդ ժամանակ։ Ինչպես էին մարդիկ ընդունում։ Գիտեք ոնց, ուրեմն երբ որ ես հայտնվում էի փողոցներում, բնականաբար Երևանի փողոցներում արդեն փոքր շատ ճանաչում էին ինձ, բայց Գյումրիում չէի ասի։ Արդեն մոտավորապես մի 2 ամիս աշխատելուց հետո ես զգացի, որ Գյումրիում արդեն ինձ թվում էր, որ չեն նայում որտեղ գիշերային եթերները, բայց որ ինձ սկսեցին Գյումրիում ճանաչել, արդեն ես բնականաբար վստահ եմ, որ արդեն նայում են, չեմ անում ինչ միջոցներով եւ ոնց, բայց արդեն եւ վստահում էին եւ բնական է, որ արդեն մտերմիկ հարաբերություններ ստեղծվեցին եւ իմ եւ գյումրեցիների միջեւ եւ Շանթի եւ գյումրեցիների միջեւ։ Բնականաբար Շանթը շատ մտերմացրեց մեզ եւ բնականաբար հեռուստադիտողներին։ Դուք ասացիք, որ մի փոքր տարածքից սկսվեց, հա, շատ զուսպ հնարավորություններով։ Հիշում եք այդ փոքր տարածքը մոտարապես որքան էր, քանիսն էին մարդիկ, ովքեր աշխատում էին առաջին։ Շատ քիչ էին, թվով մարդիկ շատ քիչ էին, մասնագետներ ընդհանրապես գրեթե չկար, տարածքն էլ շատ փոքր, պատկերացրեք, սա արդեն կհամարվեր պալատ այդ շատ տարածքի համար։ Բայց ամեն դեպքում ես նորից եմ կրկնում, մի տեսակ անվստահություն կար իմ մեջ եւ բնականաբար այդ անվստահությունը նաեւ գուցե եւ եթերի վրա էր ազդում, ասենք որակի վրա, բայց հետագայում կամած այդ որ ասենք տեսնում էի թե ինչ լրջություն ա մտել, ասենք այս աշխատողների, ինչ լրջություն ա մտցրել Արթուրը Եզեկյանը այս աշխատողների մեջ եւ այլն, ես արդեն սկսեցի մտածել, որ կարող է ես խանգարեմ իմ անվստահությամբ եւ բնականը ես հիմա եմ ասում, այն ժամանակ երբևէ չեմ ասել այդ բանը, բայց աշխատեցի ավելի լուրջ, հետո արդեն ես ավելի շատ կապվեցի Շանթի հետ, քան Համեկի հետ հեռուստաընկերության։ Դե հայկական հեռուստատեսությունից զգում էին, որ ես ինչ որտեղ գնում եմ, ինչ որտեղ աշխատում եմ, բացակայում եմ հաճախ բան, դրվեց այդ հարցը, ասեցի, եթե կշերքի վրա եք դնում Շանթ թե Համեկ, ես կգնամ Շանթ։ Ինձ ավելի շատ ձգում է Շանթը, քան Համեկը։ Բնականաբար համատեղեցի միաժամանակ, բայց մի փոքր երկար չտևեց այդ ամենը։ Ես որոշեցի, բնական արդեն կային աշխատողներ, տարիներ էին անցել, որոշեցի, որ
Դե ընտանիքս էստեղ էր ամեն դեպքում, գալ ընտանիքի գիրքը։ Շատ կարևոր փուլ էր նաև նորարարությունը օրինակ ընտրությունների լուսաբանման հարցում։ Մինչ այժմ թե Գյումրիում, թե այստեղ խոսում են այն մասին, ինչպես է լուսաբանում ընտրությունները Շանթը, ինչպես է կարողանում այդ տեղեկատվական շտեմարանները բերել եթեր։ Այն նորարարության տեսանկյունից, երբ դուք նայում եք, ինչպես է առանձնահատկությունը գնահատում։ Դե ընտրություններին բնականաբար բազմիցս մասնակցել եմ եւ հմեկից, եւ տարբեր հեռուստաընկերություններից նաեւ։ Գիտեք ոնց, ամեն ինչ չէր, որ կարելի էր եթերում ասել, բնական է, ամեն ինչ չէր, որ ուղիները հարթ էին, զարտուղի ճանապարհներով շատ բաներ կատարվում ընտրությունների ժամանակ։ Ես կտարբերեմ նաև Շանթի եթերը ընտրությունների ժամանակ մնացածներից, որովհետև Շանթը դրա համար շատ է տուժել, շատ են թակել դռները իրեն եւ շատ հարցերով անգամ խանգարել են եւ մի խոսքով դե բարձր որ ընտրությունների ժամանակ են այն ժամանակ ընտրությունը հանկարծ որևէ բան եթերում այն չգնար ինչ որ անում էր ընտրողը բան բնական է որ ամեն ինչ էլ կպատահեր եւ ծեծուճատ եւ հերոստախցիկների ասենք ջարդոտ կոտրել եւ այլն ամեն ինչ էլ լինում էր ընտրությունների ժամանակ ինչ կարող է չլինել եթե ընտրությունները իրենց ծրտով չի գնում մանավանդ եթերում Հիմա նայեք եթերը, Շանթի եթերը եւ հմեկի եթերը այն ժամանակ եւ տարբերություն տեսեք։ Բնական է այն ժամանակ ես Շանթում բան հմեկում որ աշխատում էի, ամեն ինչը որ ես կարդում էի, ես հիշում եմ Այդա Ներսիսյանի հետ էինք կարդում, վարում էինք այդ ընտրությունների հետ կապված եթերը, Այդա Ներսիսյանին տալիս էին տեքստը, որ կարդար։ Այդա Ներսիսյանը կարդում էր տեքստը, եթե իր սրտով չէր, ինքը իր վերաբերմունքով էր ցույց տալի, որ դա սուտ է։ Բնականաբար այս թերթը կարդալուց հետո շպրտում էր կամ չգիտեմ ինչ այդան անում էր այդ բանը բնական է որ հմեկով ամեն ինչ չէր որ ասվում էր Շանթը փոքրինչ դրանից վերև էր կանգնել էր վերև չէր վախենում թե ինչի չէր վախենում չգիտեմ ովքեր էին մեջքին բայց ամեն դեպքում ամեն ինչ ժողովրդի կողմից լավ էր ընդունվում Ես նկատի ունեմ նաև ուղիղ եթերում տվյալների ամփոփումը, որը առաջին անգամ արվեց Հայաստանում, նաև մարզային է։ Ես սա նկատի ունեմ, եթե հիշում եք, ապա մանրամասները պատմեմ։ Իհարկե, Շանթի եթերում այդ ամեն ինչ տեխնիկապես շատ սիրուն, շատ գեղեցիկ էր ստացվում եւ շատ ժամանակին բոլորից շուտ տվյալները տրվում էր։ Համեկը դեռ քնած էր ոչինչ չէր տալիս Շանթ արդեն ամեն ինչ հրապարակել էր բոլոր տեղյակ էին թե ով ինչքան եւ որքան եւ ոնց ամեն ինչից տեղյակ էին Շանթի բնական է ես հիշում եմ որ մի դեպք կար այսպեսի որ մտել եմ տուն հայրս հարցնում էր չեմ հիշի հիմա տվյալների ինչ տվյալների հետ կապված ասում եմ եթե ուզում ես տվյալ իմանաս առաջին հերթին միացրու Շանթ Շանթից ամեն ինչ կտեղեկանաս, մեկը առավոտ կասի թե չի ասի, չգիտեմ, բայց Շանթ արդեն ասել է վաղուց։ Այդ վստահությունը կար իմ մոտ եւ բնական է նաեւ նայողների հերոստատիտողների մոտ կար այդ ամեն ինչը։ Մի շրջաներ Գյումրին, մի շրջաները արդեն Երևանյան հերոստաընկերության հիմնումը եւ նոր նախագծերի ներմուծումը հերոստաընկերության աշխատանքում։ Եվ դրանք միանգամից աչքի ընկան միջազգային ֆորմատների ներդրմամբ։ Եթե հիշում եք, առաջինը դրանցից ով է ուզում դառնալ միլիոնատեր նախագիծներ եւ այդ ժամանակահատվածում կարծես մշակույթ փոխեց։ Դուք որպես հեռուստաընկերության մարդ, ինչպես եք այդ ամենը գնահատում։ Բնականաբար այդ ամեն մի նորություն, ինչը Շանթի եթերում հայտնվում էր, գրավիչ էր։ Դա կլիներ թե մշակույթի հետ կապված, դա կլիներ թե երգի հետ կապված, թե միլիոնատիրոջ հետ կապված, նա նորություն էր հայկական հերոստաընկերություններում եւ բնական է որ ամեն ինչ Շանթին տանում էր առաջ, մաղում էր առաջ։ Ես ասենք դրսում եմ աշխատել։ Ես հիշում եմ որ երկար բացակայությունից հետո որ եկա Հայաստան առաջին հերթին ինչն էր ինձ ցկում տեսնեմ թե Շանթը ուր է գնացել, ուր է հասել այդ բան, որտեղ այն տպավորությունն էր որ Շանթը ամեն մի նորը, ամեն մի լավը, առաջինը պետք է փորձեր եւ հերարցակեր։ Ես հենց որ այդ երկչի պատմություններ կարծեմ ոնց է կոչվում Հայ սուպերստարի մասին է խոսքը։ Հայ սուպերստարի, չեմ հիշում որ մեկն էր, բայց ամեն դեպքում ես թե ասենք տեխնիկական մոտեցումը, թե հնարավորությունները,
թե երկի, թե ժյուրի մոտեցումը եւ այլն, ինձ այնքան էր գերել, ես բնականա ասենք տեղյակ չէի, թե հաղորդումը որտեղից են վերցրել, ոնց է այն նախատիպերը չեմ տեսել, բայց ինչ շատ գերեց, մանավանդ այդ տարի այնքան լավ ձայներ կան, կարծեմ այսօր այդ երգիչները արդեն եթերում Արդեն հայտնի դեմքեր են, այո։ Չեմ հիշում անունները ովքեր էին, բայց ամեն դեպքում մեկն էլ մեր բակից էր, մի խոսքով շանտն էր, ամենից առաջ նորարարություններին, ամեն ինչին տեղյակ բամ, հետո նոր արդեն սպառվում էր այլ հեռուստաընկերություններ, որակի մասին արդեն չեմ խոսում, թե ոնց էին մատուցում։ Հիմա մի նոր նախագիծ կա, նորից հայ սուպերստարը, այսքան ժամանակ անց նոր եթերաշրջանով այս տարի եթերի հեռարձակվեց։ Ընդհանրապես այդ միջազգային նախագծերի ներդրումը Հայաստանում ոչ միայն նորարարության առումով, այլև միջազգային համագործակցության առումով նոր մոտեցում էր։ Որքանով այն ազդեց ընդհանրապես հեռուստաշուկայի վրա։ Բնականաբար ազդեց հեռուստաշուկայի վրա, չեմ կարող ասել, դա պետք է մի քիչ մեջներ լինեմ, որ ասեմ, բնականաբար, որպես հեռուստադիտող ասեմ, բարձր է, որ հեռուստաշուկայում արդեն գրավիչ տեղեր պետք է զբաղեցնում են, առաջին հերթին պետք է որ շանթը զբաղեցնի։ Բնական է, որ նույն հեռուստա եթերներ, ասենք նույն նախագիծը, եթե արվում է այստեղ կամ մի այլ հեռուստաընկերությունում, տարբերությունը ակնհայտ է, որ բացառվում է, որ ասենք շանթի այդ նշած ծողը անցնեն։ Այդ նշած ծողը միշտ տրվում է շանթի կողմից յուրաքանչյուր հաղորդման։ Այդ թվում նաև լուրերի հարցում։ Ես չգիտեի, որ պետք է ինձ հրավիրեն այս եթերը մի անգամ։ Ես մի քանի օր առաջ մտածում էի ասենք լուրերի հետ կապված ով է լավ մատուցում, ով է լավ տալի, թե ասենք որակով, թե տեխնիկապես, թե մտահղացումներով եւ այլն, ես մտածեցի, որ շանթը ինչքան է առաջ գնացել, հեռանկար, լուրեր եւ այլն, ինչպեսի մասնագետներ են աշխատում եւ ովքեր են աշխատում, հավատում եմ, թե առաջին հերթին լուրերի վարողին պետք է հավատաս, ինքը ասելիքը, անգամ եթե սուտ ասում ասելիք հավատում ես, թե չէ։ Բնական է, ես մտածեցի, որ համեկում կա մի տղա, որին լավ հավատում եմ, եւ այստեղ շանթում չկա մի մեկը, որ ասենք Արտյոմնա դուք եք եւ այլն, եթե եթերում եք, եթե ասեք հիմա փախեք երկրաշարժանին, ես միանշանակ հավատալու եմ։ Շնորհակալություն այդ վստահության համար, ավագ գործընկերոջից շատ բան անցել։ Շնորհակալություն այսօրվա եթերում մեզ հյուրընկալվելու համար, նորից շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս։ Ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Վարդգես Ավետիսյանն էր։